Պարոն Հովակիմյան, ընդդիմությունը թերահավատ է, ասում է, որ դուք չեք կարող անկողմնակալ նախագահ լինեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ դրա համար փաստեր են բերում, որ դուք Նիկոլ Փաշինյանի թիմակիցն եք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամներից եք եւ նման փաստարկներ։ Կարող շարունակեք 20 տարվա լրագրողի փորձ եւ այլն։ Այսինքն ամբողջ կենսագրությունս կարող թվարկի։ Իսկ ով ասում, որ իսկ այդ կենսագրության մեջ մի օրինակ կա, որ օրինակ ես, չգիտեմ, օրինակ խախտեմ եղել, չգիտեմ, օրենք խախտելու հակումներ եմ։ Դուք կաշկանդված չեք լինելու ԿՊ-ի հնարավոր խախտումները բացահայտելու համար։ Ամենը, եթե բերեք 22 թվականի հոկտեմբերից ես նախագահ եմ ընտրվել, դրանից հետո քանի ընտրություններ տեղ ունեցել։ Սիսիան 23 թվականի գարուն, հետո Երևան, հետո Փորձամատովի Գյումրի Փարաքար, Վաղարշապատ, եթե ինչ-որ կարող է էլի ընտրություն կարող է եղած լինի, որ չհիշեմ, բայց բերեք մեկ դեպք, որտեղ որ ես, ասենք, Կ նախագահը կամ ԿՀ-ն չի արել այն գործողությունը կամ կատարել է գործողություն, որը որ անձով է պայմանավորված։ Նկատի ունեմ, օրինակ, եթե ես չլինեի նախագահ, լիներ այլ անձ, այլ գործողություն կարվեր կամ այլ կերպ կվարվեի։ Չկա, նման դեպք չի կար։ Ավելին ես մինչև նախագահ դառնալը ըստ էության իմ կենսագրության գիտակից կյանքի մի պատկառելի ընթացքը նվիրված է եղել ազատ արդար թափանցիկ ընտրություններ ունենալու, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ընտրությունները անցկացվեն ազատ արդար թափանցիկ, այդ երազանքն է, այսինքն այդ ճանապարհին, այդ իմ գործունեության նպատակը դա է եղել։ Լրագրող, հետո որպես քաղաքական գործիչ, հասկանում եք, հետո падգամավոր։ Այդ մեղադրանքը, որ դուք արդյոք կարող եք լինել, այդ նույնն է, թե հարցնեք, ասեք, օրինակ, դուք հանցագործ եք, որովհետև ցանկացած այդ սուբյեկտիվ դրսևորումը պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ինքը հանցանք է։ Ինքը շատ հանգիստ, ինքը հանցանք է, երբ որ պետական պաշտոնյայի պաշտոնական դիրքը իր անձնական, չգիտեմ, ընկերների, մյուսի ինչ-որ անձնական շահերով դա տիրապետում։ Դա ուղղակի հանցագործություն է։ Հիմա ես դա համար միշտ ասում եմ, հերիք է ինձ անդադ ակամա մեղադրել, թե ես հանցագործ եմ։ Ես հանցագործ չեմ դառնալու։ Ավելին ամեն ինչ անելու եմ, որ ընտրությունները ազատ արդար թափանցիկ լինեն, որպեսզի մեր ընտրողը իմանա, որ մեկ ձայնի ճշգրտությամբ սա իրենց քվեարկությունն է։ Կլինի հավաքանի, թե ազգային ժողով, սա ընտրողի կամքով ձևավորված իշխանության մարմինը։ Ու ես այս պաշտոնում հավակնել եմ, ընտրվել եմ այդ նպատակով, շարունակելու եմ դա անել։ Կապ չունի քաղաքական ով ինչ քաղաքական նպատակ, այդ քաղաքական ուժերին նա այս շենքից դուրս է։